Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Կիպրոսի մասին ենք այսօր խոսելու, որտեղ որ շատ լուրջ վերջերս զարգացումներ կան։ Առաջերտին պետք է ասել, որ տեղի ունեցավ Եվրոպական միության գագաթնաժողովը Կիպրոսում ապրիլի 23-ին եւ 24-ին, այսինքն օրերս Կիպրոսի քաղաք Այա Նապայում եւ առաջի անգամ պատմությունում Եվրոպական միության առաջնորդները հավաքվեցին Կիպրոսում։ Գիտեք, որ Կիպրոսը Եվրոպական միության անդամ պետություն է, մասնակցում էին բոլոր պետությունների առաջնորդները, բացի Ավստրիայից եւ Հունգարիայից, որոնք չկարողացան մասնակցել ուրեմն այս գագաթնաժողովում այս անգամ։ Քննարկվում էին շատ կարևոր հարցեր, այդ թվում Մերձավոր Արևելքում պատերազմը, Ուկրաինային աջակցությունը, էներգետիկ անվտանգությունը եւ Եվրոպական միության բարեփոխումները անվտանգության միասնական քաղաքականության ներքո։ Եվ հենց այս ուղղությունը դարել է կարևոր օրակարգային հարց, այսինքն Կիպրոսը, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց Եվրոպական միության անդամ է, պահանջում է եւ փաստացի հասավ նաեւ իր նպատակին, որ ձևավորվի հատուկ մեխանիզմ, ուրեմն իրագործման Եվրոպական միության պայմանագրի, որով ձևավորվեց Եվրոպական միությունը, հոդված 42.7, որը վերաբերվում է նրան, որ եթե որևէ Եվրոպական միության անդամ պետությունը լինի հարվածի տակ, այսինքն պատերազմի տակ, իր դեմ ագրեսիա տեղի ունենա, ապա մնացած Եվրոպական միության պետությունները պարտադիր պետք է աջակցություն տրամադրեն։ Սա իհարկե պետք է ընդգծել, որ այն չէ, ինչ կա ՆԱՏՕ-ում, իհարկե, այսինքն ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ կետը չէ, որով փաստացի մնացած պետությունները ստիպված են մտնել պատերազմի մեջ, եթե որևէ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հարձակում տեղի ունեցավ, այս դեպքում խոսքը գնում աջակցության մասին։ Եվ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիսդիսը հայտարարեց, որ երբ Եվրոպական միության անդամ պետության վրա տեղի ունենա դեմ ագրեսիա այդ պետության դեմ, ապա հարց պետք է լինի ոչ թե օգնություն կտրամադրեն, թե ոչ մնացած Եվրոպական միության անդամ պետությունները, այլ ինչքան շուտ այս պետությունը կստանա օգնություն։ Եվրոպական միության կառավարման գլխավոր մարմինները, հանձնաժողովը եւ նաեւ նախագահների կամ երկրի ղեկավարների խորհուրդը ընդունեց այս ծրագիրը եւ պարտավորվել է միջև ամառ, այսինքն մի քանի ամսվա մոտակա ընթացքում, նույնիսկ կարելի ասել մայիսի վերջի համար արդեն պատրաստ ունենա կոնկրետ ծրագիր, որը կվերաբերվի այս հարցին։ Եվրոպական միությունը ընդհանուր առումով սրանով կարելի ասել, որ մոտենում է իր բնույթով ել ավելի անվտանգային նաև կառույցին։ Շատ կարևոր է, չնայած նա, որ Եվրոպական միությունը չունի ընդհանուր ռազմական համակարգներ, եւ այս կետը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մի անգամ է օգտագործվել Ֆրանսիայի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ 2026 թվականի սկզբին Եվրոպական հանձնաժողովը արդեն քննարկում էր հատուկ ուսումնական միջոցառումներ, որոնք պետք է ընդհանուր պաշտպանության ոլորտում ընդհանուր քաղաքականություն ձևավորեին եւ Բրյուսելում առաջի անգամ տեղի ունեցավ այսպիսի հանդիպում հատուկ, որը հենց պաշտպանության ոլորտին էր վերաբերվում, այսինքն պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Բլումբերգը եւ նույն եվրոպական տարբեր պարբերականները նշում են, որ Եվրոպական միությունը սրանով փորձում է արձագանքել Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի փոխվող, այստեղ ձևափոխվող մոտեցումներին, եւ Խրիստոդուլիդիսը, Կիպրոսի նախագահը, նշեց, որ Կիպրոսը նպատակ ունի ստանալ կոնկրետ համակարգ, որը կբերի նրան, որ 42.7 կետը կլինի կոնկրետ գործի մեջ դրված։ Նաև ընդգծել է, որ բրիտանական ռազմակայանների վրա, որոնք գտնվում են Կիպրոսում, սուվերեն տարածքներ են, բայց Բրիտանիայի, այլ ոչ թե Կիպրոսի, դա շատ կարևոր է նշել,
իրականում այս մեխանիզմները չեն եղել ակտիվացված, բայց չնայած դրա բազմաթիվ եվրոպական պետություններ աջակցեցին Կիպրոսին։ Եվ իրոք այդպես էր հատկապես Ֆրանսիան։ Եվ հիմա արգելի այնակիցներ, հնչում է շատ կոնկրետ եւ կարևոր հարց։ Իսկ ում դեմ է Կիպրոսը մտադիր պատրաստվել Եվրոպական միության ներքո այս հատուկ ռազմավարությունը ձևավորելու առումով։ Բացի դրանից, ինչպես է նույն այս կետը վերաբերվում խոսքին Հունաստանին, որտեղ որ օրերս շատ կարևոր այցով էր գտնվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բացի դրանից, մենք իհարկե ձեր հետ միասին այսօր կխոսենք իսկ Թուրքիայի դերը ինչպիսին է այստեղ, որովհետև ես ասեմ, որ այս ամենը Թուրքիայի հետ է կապված իրականում եւ վերջերս շատ սուր իրադարձություններ են տեղի ունեցել Կիպրոսում։ Թուրքերը զբաղեցրել են բուֆերային տարածք։ Եվ հիմա մանրամասն դրա մասին կխոսենք, հարգելի այնակիցներ։ Շատ կարևոր տեղեկատվություններ եմ պատրաստել ձեր համար եւ դա իհարկե Հայաստանի համար էլ շատ կարևոր թեմա է։ Առաջի հերթին կոչ եմ անում ձեզ աջակցեք այս վերլուծությանը լայքելով այն, այդ թվում գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ նաեւ հորդորում եմ ձեզ, որ անդամակցեք ալիքին։ Դա կլինի նշված ինչպես նկարագրությունում, այդպես էլ առաջի մեկնաբանությունում, հատկապես արևմուտքում ապրող մեր սփյուռքի ներկայացուցիչները կարող են հեշտ YouTube-ում հենց անդամակցել ալիքին, իսկ մնացած հայրենակիցները կարող են Patreon էջի շնորհիվ անել։ Ասեմ, որ այս ձևաչափը, այս անդամակցությունը շատ կարևոր միջոց է, որ դուք կարողանաք օգնել ալիքի կայուն զարգացմանը եւ դա իրականում շատ օգտակար կլինի ընդհանուր այդ էկո համակարգին, որը ձևավորում եմ, գիտեք, ռուսական ալիք եմ նաեւ սկսել։ Մի խոսքով դա շատ եմ կարևորում եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա արդեն արել է։ Անցնենք բուն այսօրվա մեր թեմային, հարգելի այնակիցներ։ Սկսենք նրանից, որ արդեն օրերս մենք տեսնում ենք Իսրայելից էլ հետաքրքիր հայտարարություններ, որ Թուրքիան ինչ-որ բան է պատրաստում Կիպրոսի ուղղությամբ։ Եվ Կիպրոսում շատ են անհանգստացած դրանով եւ արդեն կոնկրետ, շատ կոնկրետ օրինակի մասին է խոսք գնում։ Եվ այդ օրինակը ներառում է այն, որ Կիպրոսում ուրեմն թուրքական զորքերը օրերս անցել են բուֆերային տարածք միջև այս գագաթնաժողովը, դա պետք է նաև նշեմ, մոտավորապես 7-8 օր առաջ երկու տարբեր ստորաբաժանման միջոցով ուժերը անցել են առաջ։ Ընդհանուր առումով, հիմա կխոսենք դրա մասին, բայց ընդհանուր առումով պետք է ասեմ, որ 1974 թվականից Կիպրոսը օկուպացված է, հյուսիսային Կիպրոսում գտնվում են թուրքական զորքեր եւ կղզու 30%-ը մոտավորապես գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։ 1983 թվականին այդտեղ հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն։ Այս պահի դրությամբ մոտավորապես այդտեղ 40,000 թուրքական զինծառայող է գտնվում եւ նաեւ կարևոր ուրեմն ռազմատեխնիկա, որը շատ լուրջ առումով ավել է, քան ուրեմն Հունաստանի հնարավորությունները։ Եվ այս ուժերը այնտեղ շատ ակտիվ նաև այսպես ասեմ մարտական իրավիճակում են գտնվում։ Մենք ձեր հետ միասին խոսել էինք, հարգելիներ, 2025 թվականի սեպտեմբերին նրա մասին, որ Թուրքիան կտրուկ աճեցրել էր իր զորքերի քանակը Հյուսիսային Կիպրոսում եւ դա այո շարունակվում է։ Վերջի տվյալները խոսում են նրա մասին, որ Թուրքիան նույնիսկ մինչև 40,000 է աճեցրել արդեն ներկայությունը եւ նույնիսկ կան ծրագրեր ըստ տարբեր հետախուզական տվյալների, որ մինչև 100,000 է Թուրքիան ուզում աճեցնել իր զորքի քանակը Հյուսիսային Կիպրոսում։ Վերջերս պետք է ասել, որ առաջի հերթին 2025 թվականի սեպտեմբերից սկսենք թուրքական ուժերը առանց ՄԱԿ-ի թույլտվության մտել էին բուֆերային տարածք,
որտեղ որ նաև սկսել էին գործողություններ, իբրև իրանք գյուղատնտեսական այդտեղ վերահսկողություն պետք է կատարեին։ Այդ ժամանակ արդեն մենք տեսանք, որ ստատուս կվոն լուրջ խնդրի տակ էր հայտնվել։ Պետք է նաև ասել, որ Անկարան փորձում է նաև բուֆերային տարածքի էֆեկտիվությունը փորձարկել։ Բացի դրանից պետք է հիշեցնեմ ձեզ, որ 2026 թվականի մարտի ընթացքում, մարտի 5-ին կոնկրետ, Լիբանանից ոնց գիտենք, փորձել են հարված հասցրել նաև Կիպրոսին, բայց Կիպրոսի ոչ թե հանրապետության, այլ Կիպրոսի տարածքում կղզու գտնվող բրիտանական սուվերեն տարածքներին, որտեղ որ գտնվում է Ռաֆ ակրոծիրին, Ռաֆ ակրոծիրին դա Միացյալ Թագավորության օդուժի ռազմակայանն է այդտեղ, եւ նորից դա Միացյալ Թագավորության տարածք է, այլ ոչ թե Կիպրոսի։ Եվ հաշվի առնելով, որ ինչպես սրվեց այդտեղ իրավիճակը, շատ լրջորեն, ես այդ ժամանակ էլ ձեզ տեղյակ էի պահել, որ լուրջ այդտեղ սկսեցին զորք ուղարկել նաև հատկապես հակաօդային պաշտպանության համակարգներ հենց Ֆրանսիան եւ եվրոպական մի քանի պետություն, այդ թվում նավեր եւ այլն։ Ես ես այն ժամանակ էլ ասացի, հարգելի այրնակիցներ, որ իմ պատկերացումով սա իրականում էֆեկտիվ օգտագործում է թեզի, որը պատճառ տվեց, այսպես ասեմ, այդ ԱԹՍ-ների հարվածը, եւ այդ թեզի ներքո փորձում են զինել Կիպրոսին, որովհետեւ առանց պատճառ, եթե զինում ես Կիպրոսին, դա կլիներ ուղղված Թուրքիայի դեմ, իսկ դա Եվրոպական միությունը փորձում է ճկուն արտաքին քաղաքականություն վարել Թուրքիայի հետ կապված, ուստի հաշվի առնելով այդ ամենը, մենք փաստացի եկանք իրավիճակի, որտեղ որ այդ իրանական հարվածը եղավ օգտագործված այդ առումով։ Թուրքերը իրականում շատ մտահոգված էին արդեն մարտին, որ եվրոպացիք սկսեցին այդ շահիդների պատճառով, իրանական հարվածների պատճառով հզորացնել Կիպրոսի զինված ուժերը եւ ինչքանով հասկանում ենք, փաստացի թողել են մի մասը իրանց այդտեղ միջոցների Կիպրոսում, ինչը շատ կարեւոր է։ Եվ հիմա արդեն 7-8 օր առաջ արդեն թուրքական այսպիսի զորամիավորումները այդտեղ Եվրոպական միության գագաթնաժողովը միջև սկսելը 15 տանկ են օգտագործել ուշադրություն եւ հավելյալ հնարավորություններ Փիլա գյուղի ուղղությամբ բուֆերային տարածքում են ներխուժել, այդտեղ բարձրացրել են թուրքական դրոշ եւ գրավել են դիրքեր, որը Եվրոպական խորհրդարանի անդամները գնահատել են ինչպես ուժի ցուցադրություն եւ նաեւ պետք է ասել, որ սա իրականում բավականին լուրջ սրում է։ Հիշեցնեմ ձեզ, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանը պահանջել էր, որ Իրանի պատճառով, իրանական պատերազմի պատճառով եվրոպական զորքերը, որոնք եկել են Կիպրոս, լքեն Կիպրոսը, ինչը շատ կարևոր հայտարարություն է։ Եվ եւս մեկ անգամ դա ցույց է տալիս այն, ինչ ես ասացի, որ մենք մի կողմից ունենք իրավիճակ, երբ Իրանի պատերազմի պատճառով է զինվում, այսպես ասեմ, Կիպրոսի զինում են Կիպրոսի իշխանություններին եւ Կիպրոսը առհասարակ, նկատի ունեմ Կիպրոսի հանրապետությունը, հա, իսկ մյուս կողմից, եւ դա շատ կարեւոր է, մյուս կողմից փաստացի Թուրքիան բացահայտ պահանջում է, որ այդ ուժերը գնան այդտեղից։ Եվ կարծում եմ սա բավականին լուրջ ապացույց է, որ Թուրքիան դիտարկում է այդ ուժերը ինչպես սպառնալիք իր հանդեպ։ Չնայած դրան, որ պաշտոնական այդ ուժերը եկել են իրանական սպառնալիքի պատճառով։ Եվ այդ հայտարարությունը Ռեջեփ Տայիպ Էրդողանը արել էր ապրիլի 16-ին զուգահեռ փաստացի այն գործողություններին, որոնց մասին խոսում էի, փաստացի այդ հայտարարությունից հետո սկսեցին արդեն այս տանկերի միջոցով ներխուժումները եւ դրանից հետո տեղի ունենում գագաթնաժողովը, որտեղ որ բարձրաձայնում է Կիպրոսը խնդիրը, որ Եվրոպական միության աջակցությունը պետք է լինի ինստիտուցիոնալիզացված եւ փաստացի Կիպրոսը փորձում է ամբողջ Եվրոպական միությունին ներքաշել
Կիպրոսի եւ Թուրքիայի միջև եղած հակամարտության մեջ։ Սա եւս մեկ ապացույց է, որ ինչ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար Եվրոպական միության հետ հարաբերությունները զարգացնելը եւ նույնիսկ անդամակցությունը, նույնիսկ։ Բայց այդտեղ կա մեկ հարց, շատ կարևոր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միության հետ առանց Վրաստանի անհնար է, ոչ էֆեկտիվ է։ Եվ ուստի կարծում եմ, դուք էլ եք շատ լավ հասկանում, բա որ տարածքով պետք է Հայաստանը անդամակցի, եթե Թուրքիան այսպիսի խնդիրներ այսօր ունի, մենք խոսում ենք միջ այսօրվա մասին, հա, վաղը կարա իրավիճակը ուրիշ լինի, 10 տարի հետո կարա ուրիշ իրավիճակ լինի, բայց այսօրվա մասին ենք խոսում։ Այսօր Հայաստանի միակ իրական ճանապարհը դեպի Եվրոպա անցնում է կոնկրետ Վրաստանով։ Եվ ուստի կարծում եմ ձեր նաև համար ավելի պարզ է իմ գործունեության կարևորությունը եւ նշանակությունը Վրաստանում եւ ուստի ձեր նաև աջակցությունը, որը դուք տրամադրում եք ալիքին, նկատի ունեմ ինչպես լայքելով, այդպես էլ բաժանորդագրվելով, այդպես էլ ուրիշ միջոցներով, այդ բոլոր աջակցությունը նաև փաստացի օգնում է ինձ ել ավելի հզորացնել իմ ձայնը եւ իմ հնարավորությունները նրա համար, որ այդ ընդհանուր իրական քաղաքականությունը, այլ ոչ թե զուտվելուծություններ, մենք առաջ տանենք, որտեվ առանց Վրաստանի եւ Հայաստանի միասնական եվրոպական ճակատագրի սա անհնար է։ Բայց Եվրոպան այդտեղ անհրաժեշտ է այն առումով, որ երբ ասում ենք Եվրոպա, նկատի ունենք այդ ամբողջ բոլոր պետությունների ամբողջ ներուժը, որը 42.7 ուրեմն այդ հոդվածով Եվրոպական միության պայմանագրի փաստացի Հայաստանին էլ ինչպես անդամին կտար հսկայական հնարավորություններ նույնիսկ սպառնալիքի դեպքում լինել լուրջ հնարավորությունների ներքո, այսինքն ստանալ լուրջ աջակցություն եվրոպական պետություններից։ Նաև հիշեցնեմ ձեզ, որ մոտակա օրերի ընթացքում մայիսի սկզբին, մայիսի 4-ին Հայաստանում տեղի կունենա Եվրոպական միության, ուրեմն ավելի ճիշտ Եվրոպական միության եւ Հայաստանի առաջի գագաթնաժողովը, բայց միջև այդ տեղի կունենա Եվրոպական քաղաքական հասարակության գագաթնաժողովը, որը եւս մեկ անգամ շատ կարևոր միջոցառում է, ինչ որ առումով մենք տեսնում ենք, որ Կիպրոսում հանդիպումը եվրոպացիքի եւ հետո Երևանում հանդիպումը Հայաստանում հանդիպումը եվրոպացիքի զուգահեռ բերելու է շատ կարևոր եւ լուրջ այսպիսի համագործակցությանը եւ համախմբմանը, եւ ես համարում եմ, որ դա իրոք շատ կարևոր նշանակություն ունի։ Եվ հաշվի առնելով իհարկե այդ միջոցառումը, մենք նաև պետք է տեսնենք, թե Եվրոպական միությունը ինչ օրակարգ է նաև շարունակում։ Վերադառնալով նորից թեմային, պետք է ասել, որ մենք փաստացի տեսնում ենք, որ Եվրոպական միության առումով այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել եւ բուֆերային տարածքում Թուրքիայի հայտնվելը չի նշանակում իհարկե, որ Թուրքիան պատրաստվում է պատերազմի համար հենց հիմա, բայց փաստացի նաև այդ ամբողջ քայլերը, այդ հայտարարությունները եւս մեկ անգամ խոսում են նրա մասին, որ Թուրքիան եւ դա էլ ասեմ ձեզ, շատ կարեւոր, որ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի պետությունը։ Այսօր Թուրքիան ունի դիվանագիտական հարաբերություններ, կարելի ասել, ընդամենը երկու պետության հետ աշխարհում, հարգելիներ։ Դա Հայաստանն է եւ Կիպրոսը։ Եվ սա նշանակում է, որ Հայաստանի համար նաև առաջնահերթություն պետք է լինի դիվանագիտական հարաբերություններ ձևավորել Թուրքիայի հետ։ Դա լրջագույն ձևով նվազեցնում է սպառնալիքը, բայց այն փաստը, որ Կիպրոսը ունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, ավելի ճիշտ Թուրքիան ունի Կիպրոսի հետ, դա իհարկե լուրջ նաև սպառնալիքների մասին է իրականում խոսում։ Կիպրոսը ունի կարևոր դեր տարածաշրջանում եւ ասեմ ձեզ, որ հաշվի առնելով Կիպրոսի էներգետիկ նշանակությունը եւ ամենակարևորը, որի մասին մենք ձեր հետ միասին խոսել ենք, հիշում եք, դեկտեմբերի վերջին, Կիպրոսի եւ Հունաստանի եւ Իսրայելի եռակողմ դաշինքը, ապա այս դաշինքը Իրանից ներկայացնում է լուրջ անվտանգության երաշխիք։ Ասեմ, որ հիմա կոնկրետ իսրայելական աղբյուրները խոսում են նրա մասին, որ Թուրքիան փորձում է ինչ-որ հիմքեր նախապատրաստել Կիպրոսում ավելի ակտիվ գործողությունների համար եւ փաստացի, որ Իսրայելն է դարել
Կիպրոսի անվտանգության երաշխավորը, գլխավոր անվտանգության երաշխավորը։ Այդ ամենը հարգելի անկիցներ նշանակում է ի վերջո, որ Իսրայել, Կիպրոս, Հունաստան այդ դաշինքը կարող է բերել նրան, որ եթե Թուրքիան սկսի գործողություններ Կիպրոսում, Իսրայելը եւ Հունաստանը միջամտեն։ Հիմա մենք խոսենք Հունաստանի մասին, որովհետեւ Էմանուել Մակրոնը այդ գագաթնաժողովից հետո այցով մեկնեց Հունաստան եւ դրանից հետո գիտեք, որ գալիս է նաեւ այցով Հայաստան։ Մենք տեսնում ենք Էմանուել Մակրոնի վերջի այցերը Կիպրոս, Հունաստան, հիմա Հայաստան։ Եվ դա բավականին լուրջ է, եւ դա արդեն ինչ որ առումով ձևավորում է նաեւ դաշինք։ Այո, ես բազում անգամ խոսել եմ, որ մեր շահերը համընկնում է Հունաստանի հետ, մեր շահերը համընկնում է Կիպրոսի հետ, մեր շահերը համընկնում է Ֆրանսիայի հետ եւ նաեւ շատ հարցերում մեր շահերը համընկնում է Իսրայելի հետ։ Ուստի այս առումով համագործակցությունը կարևորագույն նշանակություն ունի։ Հիմա պետք է առաջերտին ասել, որ Թուրքիայի այդ պահանջը, որի մասին ես խոսեցի, Թուրքիայի տանկերը օգտագործելը այդ դեպքում, երբ Կիպրոս գալիս են այդքան բարձր պաշտոնյա եվրոպացիք, Թուրքիայի սադրանքները, պահանջները եւ Թուրքիայի հայտարարությունները բերել է իրականում նրան, որ վիճակը բավականին թեժ է եւ խոսակցությունը նրա մասին, որ Թուրքիան կարող է կտրուկ աճեցնել նորից զորքի քանակը Հյուսային Կիպրոսում, խոսում է նաեւ նրա մասին, որ Թուրքիան կարող է մեկ օր որոշի եւ գրավի Հյուսային Կիպրոսը, այլ ճիշտ, Հյուսային Կիպրոսից գրավի ամբողջ Կիպրոսը։ Կա տեղեկատվություն, որ թուրքական գենշտաբի կոնկրետ ծրագրում նշված է 2 օր, 48 ժամ, ինչպես ժամկետ, որ Թուրքիան պետք է գրավի Կիպրոսը։ Եվ այդ վտանգը իրական է։ Եվ նույնիսկ Եվրոպական միության անդամ պետություն լինելը չի երաշխավորում 100%-անոց անվտանգություն այսպես դեպքում։ Իհարկե Եվրոպական միության համար հիմա փորձում են իրանք հզորացնել այդ հնարավորությունները։ Նաև զուգահեռ դրա փորձում են փաստացի Հունաստանի եւ Իսրայելի հետ դաշինք ձևավորել, զինված ուժերը աճեցնել, այդ թվում տեսեք հիմա խոսենք Հունաստանի մասին, որովհետեւ այդ այցը շատ կարևոր բաղադրիչ ուներ։ Մակրոնը գնաց Հունաստան։ Իսկ դուք հասկանում եք, Հունաստանը եւ Կիպրոսը դա մեկ ազգ է։ Այսինքն Կիպրոսը ուզում է լինել Հունաստանի մաս իրականում, ուղղակի այնպես է ստացվել, որ Հունաստանի մաս չէ։ Եվ մենք տեսնում ենք, որ շատ կարևոր այց տեղի ունեցավ Մակրոնի Հունաստան, որում իրանք շարունակեցին 2021 թվականին ստորագրված ռազմական փաստաթուղթը համատեղ պաշտպանության մասին, որը այսպիսի բառապաշար ունի. եթե որևէ պետություն այս երկուսից հարվածի տակ հայտնվի, ապա մյուսը պետք է ուրեմն տրամադրի ռազմական օգնություն։ Այս փաստաթուղթը 5 տարով նորից ձգել են, երկարաձգել են եւ բացի դրանից պետք է ասել, որ Ֆրանսիայի համագործակցությունը Հունաստանի հետ դա ուղղակի խոսքեր չեն, որովհետեւ վերջի տարիների ընթացքում մենք ակտիվորեն տեսնում ենք ձեր հետ միասին կոնկրետ խոսքին 24 Ռաֆալ կործանիչների վաճառք Ֆրանսիայի կողմից Հունաստանին եւ 3-4 Բելհարա այդպիսի ֆրեգատների նաեւ վաճառք, սա շատ լուրջ միջոցներ են իհարկե։ Բացի դրանից Մակրոնը այդտեղ խոսել է Եվրոպական միության առանձին դերի մասին, նշել, որ Միացյալ Նահանգների փոփոխվող քաղաքականության ֆոնին Եվրոպական միությունը պետք է իր սեփական անվտանգության եւ համատեղ պաշտպանության մեխանիզմներ ձևավորի, իր սեփական ռազմական քաղաքականությունը վարի եւ Եվրոպական միության պաշտպանությունը կարող է լինել ել ավելի հզոր, քան ՆԱՏՕ-ի նույնիսկ պաշտպանությունը, այսինքն այդ ուղղությամբ են նաեւ պատկերացնում զարգացումը։ Մենք նաեւ տեսնում ենք, որ կողմերը քննարկեցին մի քանի կարևոր հարց եւ դա ես շատ եմ նաեւ կարևորում, ծովային անվտանգության առումով Կարմիր ծովում եւ Հորմուզի հարցերն են քննարկել, բայց նաեւ այդտեղ Էգեոսի ծովում իրավիճակը, կայունությունը արևելյան միջերկրական ծովում
եւ ավելի լայնածավալ խնդիրներ են քննարկել, բայց ամենակարևորը եւ հետաքրքիրը Մակրոնը վերահաստատել է Հունաստանին լիակատար աջակցությունը սպառնալիքի դեպքում եւ ուղիղ դա կապ ունի Թուրքիայի հետ։ Ֆրանսիան Իրան դրսևորում է ինչպես Հունաստանի ռազմական այսպես երաշխավոր ընդդեմ Թուրքիայի, երբ հարցը վերաբերվում է Թուրքիային։ Մենք նաև տեսնում ենք, որ Ֆրանսիան պատրաստում է 2 միլիարդանոց ներդրումներ Հունաստան, այդ թվում էներգիայի, տրանսպորտի եւ լոգիստիկ ոլորտներում, այսինքն համագործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմական, այլ նաև ներառում է տարբեր ոլորտներ, ինչպիսին է տնտեսական, քաղաքական եւ այլն։ Եվ նաև կա շատ կարևոր հայտարարություն, որը Մակրոնը արել է, որ մենք կլինենք այստեղ, երբ ձեզ պետք կլինի։ Այսինքն շատ կոնկրետ օրակարգ Ֆրանսիան բերեց տարածաշրջան։ Դրան պատասխանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը եւ ասել, որ թող գան առանց Ամերիկա եւ կտեսնեն։ Այսինքն Ֆիդանը խոսում է նրա մասին, որ եթե Ֆրանսիան առանց Ամերիկայի գա տարածաշրջան, ապա Ֆրանսիան փաստացի կպարտվի Թուրքիայի հետ որևէ ռազմական իրավիճակում։ Եվ Ֆիդանը ասել է, որ այո, դուք Ամերիկայի շնորհիվ եք մի խոսքով գործում, այլ ոչ թե սեփական ուժերի շնորհիվ։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ խնդիրը մի փոքր ուրիշ է։ Թուրքիան հասկանում է, որ այստեղ իրականում ոչ թե Հունաստան-Ֆրանսիա դաշինք է, այլ Հունաստան-Ֆրանսիա, Հունաստան-Կիպրոս, Ֆրանսիա-Կիպրոս եւ Իսրայել-Կիպրոս-Հունաստան, այսինքն ձևավորվում է արևելյան միջերկրական ծովում շատ կոնկրետ այսպիսի քաղաքական եւ ռազմական ուժ։ Եվ սա իհարկե շատ նաև լուրջ վերաբերվում է հենց Թուրքիային, ուստի այստեղից է գալի Թուրքիայի այս գնահատականները։ Նաև հարգելի այրնակիցներ, պետք է ձեր հետ միասին իհարկե նշենք ընդհանուր առումով եւ եզրափակենք արդեն իրականությունը, այն իրավիճակը, որը կա հիմա։ Եվրոպական ուժերը շարունակում են մնալ Կիպրոսում, Ֆրանսիան շարունակում է աջակցություն տրամադրել Հունաստանին, Կիպրոսին, Իսրայելը իրանց դաշինքը հզորանում եւ զարգանում է, Եվրոպական միությունը պատրաստվում է մոտակա ամիսների ընթացքում, նույնիսկ կարող է 1 ամսվա ընթացքում պատրաստել ռազմական փաստաթուղթ, ըստ որի Եվրոպական միությունը արդեն ՆԱՏՕ-ի կարգավիճակին ավելի կմոտենա եւ ավելի միասնական կլինի այդ թվում պաշտպանության հարցերում։ Ֆրանսիայի այդ այցը, Ֆրանսիայի նախագահի այցը ուղիղ կապ ունի նաև Հունաստան, Կիպրոս, Հայաստանի հետ, բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիան այնտեղ անցնում է պրովոկացիոն քայլերի։ Ուստի ես ուզում եմ, որ մենք այստեղից դաս քաղենք, հարգելիներ, որ եթե դու ապահոված չես պինդ պաշտպանության համակարգով, ապա դու պետք է շատ մեղմ քաղաքականություն վարես։ Դա նշանակում է, որ կոնկրետ Կիպրոսը նույնիսկ գտնվում է Եվրոպական միության անդամ է, բայց գտնվում է շատ բավականին բարդ իրավիճակում։ Հայաստանը, որը Եվրոպական միության անդամ չէ եւ շատ շուտ դառնալու հնարավորություն չկա, որը կախվածություն ունի նաև Վրաստանի ճակատագրից միասին եվրոպական ինտեգրման առումով նկատի ունեմ, զուգահեռ դրա, որը ել ավելի թույլ իրավիճակում է, որտեղ Թուրքիայից բացի նաև հարևան Ադրբեջան ունի եւ բավականին ռազմատենչ քաղաքականություն եւ լուրջ զինված ուժեր եւ հնարավորություն ունեն, Հայաստանը պետք է վարի շատ լավ հաշվարկված քաղաքականություն, որը չի կարող ներառել դրոշ այրելու քաղաքականություն եւ մոտեցումները եւ պետք է լինի պրագմատիկ, պետք է լինի հարաբերությունները կայունացնող օրակարգի վրա։ Սա ցանկության հարց չէ, սա գնահատականների հարց չէ, սա ուղղակի ներկա աշխարհակաղակական իրավիճակի սթափ գնահատականի մասին է։ Բոլոր այն քաղաքական ուժերը Հայաստանում, որոնք այսպես չեն գնահատում ներկա իրավիճակը, սխալվում են, սխալ հաշվարկներ են անում
Եվ հաշվի առնելով այդ սխալ հաշվարկները կարող են Հայաստանի համար ստեղծել շատ լուրջ վտանգներ։ Ուստի հայ ժողովուրդը պետք է այստեղ էմոցիաները զսպի, պոպուլիստներին չաջակցի եւ սթափ հաշվարկված քաղաքականություն վարի, որովհետեւ մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում ընդհանուր ՄԱԿ-ի խաղաղապահների ֆոնին բուֆերային տարածքում, որը օկուպացված է իրականում, այսինքն ամբողջ Կիպրոսի հանրապետության տարածք է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Կիպրոսի մեջքին կանգնած է Հունաստանը, կանգնած է Եվրոպան, միևնույնն է Իսրայելը նույնիսկ, միևնույնն է տեսնում ենք մենք ինչքանով բարդ է իրավիճակը, որովհետև շատ կոնկրետ Թուրքիան ունի օրակարգ նաև Կիպրոսը ինչ որ առումով զբաղեցնել, որ այդտեղ չլինի իր համար հակառակորդ կողմ, որ հետո կարողանա Կիպրոսը օգտագործել Իսրայելի դեմ իր օրակարգում, իսկ Իսրայելի դեմ օրակարգը մենք ձեր հետ քննարկել ենք 3։ Եվ ես առաջարկում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, հիմա, որ դիտեք երկու, ուրեմն մի քանի վերջի կարևոր, շատ կարևոր տեսանյութերը կարող եք դիտել, որը ես կիսվել եմ, մեկը վերջի թուրքական բանակի մասին թեզը, միջև այդ Թուրքիայի եւ Նետանյահուի եւ Էրդողանի միջև սրված հարաբերությունները, վերջերս նաեւ ԵՄ Թուրքիա հարաբերությունների համատեքստում, երբ հիշում եք, ասացի, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Թուրքիան, Ռուսաստանը եւ Չինաստանն է վտանգ կոչել, հարգելի հայրենակիցներ, եւ ամենակարևորը վերջինը, որ Թուրքիան գաղտնի պատրաստվում է պատերազմի համար Իսրայելի հետ։ Հիմա այստեղ կլինի այդ տեսանյութը, առաջարկում եմ ձեզ դիտել։ Շնորհակալ եմ ուշադրության համար։